Ժողովրդը իրեն չի տվել մանդատ եկեղեցու դեմ պայքարելու, ժողովրդը իրեն մանդատ չի տվել Ռուսաստանի հետ կռվելու, եվրոպական կուրս վերցնելու, Մասիս սարից հրաժարվելու եւ այլն եւ այլն։ Եվ սա ինքը հասկանում է, այս բոլոր ջղաձգումները գալիս են հենց այնտեղից, որովհետեւ կրկնում եմ, նույնիսկ իր ամբողջ ռեսուրսը օգտագործելով, վախացնելով, ժողովրդին կաշառելով, բանակը օգտագործելով, փակ ցուցակներ կիրառելով, պատկերից ամեն ինչով հանդերձ, ինքը 50% չի հավաքել։ Եվ Ռուսաստանը, եւ ԱՄՆ-ն, եւ Եվրոպան շատ հանգիստ Նիկոլ Փաշինյան կարան ասեն, դու լեգիտիմ չես, քո լեգիտիմությունը կախված է մեզանից, խոսել ինքնիշխանությունից, երբ որ քեզ ճանաչելու են միայն զուտ նրա համար, ինչ դու կարող ես առաջարկես արտաքին ճակատում, դա արդեն բավականին մեծ խնդիր է եւ ինչ է վճարելու Նիկոլ Փաշինյանը եվրոպացիներին, ամերիկացիներին, թուրքերին, հա, ովքեր ճանաչել են իրեն որպես ճանաչել են հայոց ընտրություններով իրեն որպես վարչապետ, հայ դա բավականին տագնապալից հարց է։